Բարև սիրելի հետևորդներ ջան։ Ես այսօր բերել եմ հայ ֆիլմ կինոստուդիայի ծանր հրետանին։ Թե դերասանական կազմը, թե ֆիլմերը։ Գիտեք, բանը ինչումն է, որ ես այս ֆիլմերը չեմ կարող մեկնաբանել, քանի որ բոլորը տեսած կլինեք այս ֆիլմերը, որոնք թվարկելու եմ ձեզ։ Ես ձեզ մի խոսքով տանելու եմ ձեր մանկության հիշողության գիրկը, կամ գուցե եւ ոչ մանկության։ Համենայն դեպս, ես ուզում եմ այստեղ ներկայացնել իմ սիրելի ֆիլմերը։ Ես այս անգամ ֆիլմերը երկու մասի եմ բաժանել, քանի որ նրանք շատ են։ Առաջին մասում կթվարկեմ մի քանի ֆիլմ, երկրորդ մասում կթվարկեմ մյուս ֆիլմերը, որովհետև իրանք շատ են։ Մեր հայկական ֆիլմերը, մեր հայ ֆիլմ կինոստուդիայի ֆիլմերը, նրանք մեկնաբանության կարիք չունեն։ Ես չեմ կարող ոչ մի բան մեկնաբանել, հավատացեք, որովհետև մեր ֆիլմերը այնքան յուրահատուկ են։ Ես վստահ եմ բոլորը տեսել եք, թե մեր ֆիլմերի խոսույթները, թե այդ յուրահատուկ Վերջ դուր։ Մի խոսքով, առաջին ֆիլմը, որ ուզում եմ դուք վերհիշեք, դա մեր մանկության տանգոն է։ Դա մեր յուրահատուկ Գալանովենցն է, յուրահատուկ Մհեր Մկրտչյանն է, այնպիսի դերասաններ են, որ ես չեմ կարող անգամ չգիտեմ ինչ ասեմ։ Լույսը վառել եմ ու պետք է վառեմ։ Ու այսօրից հետո էլ պետք է վառեմ։ Վառե։ Կվառեմ, հենց պետք է վառեմ, հապա։ Հաջորդը ուզում եմ ձեզ հիշեցնել, չեմ ներկայացնում, հիշեցնում եմ Դժվժիկը։ Դժվժիկ։ Դուք բոլորդ լավ կհիշեք Դժվժիկը, կարծում եմ։ Ուզում եմ նորից վերհիշեք Դժվժիկը եւ նայեք։ Թոք մանր պիտի կտրվի։ Կրագը մարմար։ Աբիշնի գոզա։ Կրագը մարմար։ Սոխը պարակ։ Յուրահատուկ ֆիլմեր են, չգիտեմ։ Մյուսը, որ ուզում եմ հիշեք նորից, Քաչնազարն է, բոլորիդ շատ ծանոթ եւ շատ սիրելի։ Քաչնազարը ծառը փոքելով գալիս է։ Դեհիմիդ հետ գայես գլուխը բրտացնում։ Հաջորդը Տերն ու ծառան է։ Փառքը շատ լինի Տեր Աստված, որից Թաթոսանց Մաթոսի դուրը ցույց տվեցիր, ով Սուրբ Աստված։ Սիմոն, ես գոհ եմ քեզանից Աստված, գոհ եմ, շատ գոհ եմ։ Այդ ախր արևը թեքվեց է։ Աղա, այս արևն էլ թող չթեքվի, թող երկար մնա Աստված։ Սիմոն, դրա ժամանակը չի այդ տնակ։ Աղա, այս տունն էլ շեն մնա, ով Սուրբ, չէ։ Այդ արտը մնաց, արտը։ Արտը հնձենք, ցորենը կարսենք, տանենք ջաղած, ալուրը մաղենք, սելով բերենք, սելից իջեցնենք, հացը թխենք, նստենք ուտենք։ Մյուս ֆիլմը մեզ մոտ գալիս է Ձախորդ Փանոսը։ Ես վստահ եմ, որ հիմա դուք այս տեսանյութը դիտելով դուք ընկնելու եք ձեր երազանքների, ձեր մանկության, ձեր սիրուն ֆիլմերի հիշողության գիրկը։ Հաջորդը մեզ մոտ գալիս է 0199։ Վերցու։ Մեր Ֆրունզի 0199, այն որ ասում է Դենանց մեքենայի տակ չես ընկել։ Չէ, այն մակասինք չէ էլի։ Նիետ։ այս է դա։ Հետո մեզ մոտ գալիս է Գիքորը բավականին ծանր ֆիլմ է, ես շատ դժվարությամբ եմ նայում, բայց գիտեմ մի փոքրիկ դրվագ, մի փոքրիկ պատմություն։ Այստեղ Ջիգարխանյանը պիտի հարվածի երեխային եւ իրական է հարվածում, այդ ինքն է պատմել, իր խոսքերից եմ ցիտում։ Ինքը ասեց, որ շատ միամիտ ես շատ ուժեղ հարվածել եմ երեխային։ Դու աղջիկ հոտոտ, ես քեզ ասում եմ գնա աղջիկ պարոնին ասա։ Դու գալիս ես ղոնաղներին ես ասում, թե բալը թանկ է, հա։ Ձեն հանի։ Վայ, նանի Արտեմ ջան։ Մի խոսքով Գիքորը ֆիլմը ինքը բավականին ծանր ֆիլմ է, բայց ինձ թվում է շատերը տեսած կլինեք։ Հաջորդը մեզ մոտ գալիս է Սարոյան եղբայրներ ֆիլմը։ Սա յուրահատուկ ֆիլմ է։ Ժողովուրդ, ես իմ բառամթերքը, իմ բառապաշարը չի հերիքում, որ ես գովաբանեմ, մեծ արեմ մեր հայ դերասաններին, մեր վաստակավոր, մեր յուրահատուկ, մեր գիգանտներին, ես չեմ կարողանում, չգիտեմ ինչ ասել։ Հասկանում եք, այն որ Հոլիվուդը այն 7 եկեղեցու մոմ կվառեր ունենար մեր դերասաններից։ Մեր դերասանները լինեին Հոլիվուդում։ Մհեր Մկրտչյան, Ֆրունզե Դովլատյան, Մետաքսիա, Ավետ Ավետյան, Հրաչյան Ներսիսյան, ես չգիտեմ, ես խելագարվում եմ, մենք այսպիսի դերասաններ ենք ունեցել ու շատ ցավում եմ, որ աշխարհը չի ճանաչել այս յուրահատուկ մարդկանց։ Անցնենք թվաբանության, ամենաբարձ թվաբանության։
2 տարի առաջ վերցրիք իշխանությունը 50,000 քառակուսի կիլոմետր։ Հայի համար մի ահագին երկիր։ Հիմա ինչ եք թողնում 10,000 քառակուսի կիլոմետր։ 5 անգամ ողորմելի, 5 անգամ քիչ, 5 անգամ ավելի թշվառ։ 2 տարի կառավարեցիք։ 367 օրենք եք հրավարակել, երկիր եք կոչվում։ Կնիք ու դրոշակ ունեք, խելքը գլխի մի բան արել եք, մի խոսք ասել եք, մի վերք բուժել եք։ Ուր է Կազմանը, ուր է Իգդիրը, Արդահանը, Արդվինը, Երեգղարսը, Սարիղամիշը, այսօր էլ Ալեքսանդրապոլը։ Միթե չեք տեսնում, որ սա վերջն է, որ վաղն էլ Հայաստան չի լինի։ Հեռացեք, Աստծո սիրուն հեռացեք առանց արյունի։ Մի անգամ գոնե մարդ եղեք։ Մի անգամ խոհեմ եղեք, մի անգամ մտածեք ժողովրդի մասին։ Մի խոսքով Սարոյան եղբայրները անպայման վերհիշեք, խնդրեմ։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ նորից վերհիշեք, դա նվագախմբի տղաներն են։ Այս Գյումորվա տրնգին էս ֆիլմի, գիտեք, քանի անգամ եմ հետո առաջ տալիս, որ նայեմ այդ Գյումորվա տրնգին։ Սա մի յուրահատուկ ֆիլմ է, չգիտեմ, տիրացում, մյուսը։ Գյումորվա տրնգի։ Պարոն Այք, խնդրում եմ հեռանալ այստեղից։ Տրնգի։ Հաջորդ ֆիլմը, որ ուզում եմ դուք վերհիշեք, դա ինչու է աղմկում գետը ֆիլմն է։ Բոլորը շատ վստահ եմ սիրում եք։ Այն ամեն խոսույթը ֆիլմի, ամեն այն որ ռուսերենով ասում ֆրազան, ես վստահ եմ բոլորդ գիտեք, անգիր մի յուրահատուկ ֆիլմեր են։ Հնարավոր է, որ այլևս չտեսնվենք Իգոր։ Հայերեն սովորիր, պետք կգա։ Պիֆագոր։ Հաջորդ ֆիլմը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, դա Պատվի համար ֆիլմն է, էլի բավականին յուրահատուկ սցենարով, գիգանտներն են մեր հայ ֆիլմ կինո ստուդիայի, հայ ֆիլմ կինոարտադրության մեջ, այնպիսի մարդիկ են ունեցել, այնպիսի դերասաններ, յուրահատուկ խաղ, յուրահատուկ դերասանական կազմ, յուրահատուկ սյուժե, որակով ֆիլմ, որակով։ Որտեղից դուրս ընկան այդ անիցյալ թղթերը։ Ունեցիք եսը տալ, տալ, ազատվել, բա իմ պատիվը, ինչ կասեն մարդիկ։ Հաջորդը Անահիտն է, 1947 թվականի նկարահանված ֆիլմ է, Մետաքսյան է, գեղեցկուհի Մետաքսիա Սիմոնյանը, նրա ձայնը, նրա տեմբրը, խորհուրդ եմ տալիս անպայման դիտեք Անահիտ ֆիլմը։ Մեր փարափանց Աշխեն Թակուհին կամենում է խնամյանալ քեզ հետ։ Խնամյանալ։ Նա կամենում է ամուսնացնել իր որդուն, բաչական արքայացնին հոդուստը Անահիտի հետ։ Հաջորդ ֆիլմը, որ уզում եմ ձեզ ներկայացնել, Մորգանի խնամին է։ Վստահ եմ շատերդ եք дитել այդ фильма. Знаешь, земляк, армянские пословицы говорит: пока канава вода пойдет, лягушки глаза выскочат. Эту пословицу я знаю, я же армянин. А ты хаешь? Хаем. А почему рыжий? Я рыжий? Вот это уж не знаю. Может быть, мамаша знает. Մյուսն եմ ուզում ներկայացնել էլի շատ սիրուն ֆիլմը, էլի շատ յուրահատուկ դերասանական կազմով Խաթաբալան է։ Այն 3 ռուբլյանոց լացողներին կհիշեք այդ ֆիլմից։ Վայ! Աբա մե լացելի տեքստին։ Սա ինչ աժե։ Իրիկ բանետ։ Պարամաթերքս չի հերիք գովաբանելու մեր դերասաններին, մեր յուրահատուկ դերասաններին։ Սոս Սարգսյան, Մահեր Մկրտչյան, էլ չգիտեմ։ Մյուսը Պեպոն է։ Կհիշեք բոլորդ շատ լավ։ Բաժար! Որտե է պաժարը։ Էստի է բաժարը։ Էստի աղունակ ջան։ Պեպոյից հետո խորհուրդ եմ տալիս անպայման կդիտեք Սայատնովա ֆիլմը։ Ես աշխարհում բարդամութին չի ուզում, վատ բանասին, յավադութին չի ուզում, ես մարդին, նա մարդութին չի ուզում, ես ռամիկին, թավադութին չի ուզում։ Ժողովուրդ ջան, քանի որ այս ֆիլմերը հայ ֆիլմ կինոստուդիայի ֆիլմերը, քանի որ շատ են, ես կփորձեմ մի քանի մասի բաժանել։ Այստեղ մի ֆիլմ եմ ուզում անպայման առաջարկել, նայեք, ովքեր որ չեն դիտել իհարկե։ Զանգեզուր ֆիլմն է, բայց ձեզ մի բան պիտի ասեմ, որ Զանգեզուր ֆիլմում Նժդեհին շատ վատ կողմից են ներկայացնում։ Դե բոլորդ էլ գիտեք, Սովետ միության ժամանակվա նկարահանած ֆիլմ է, դուք բոլորդ լավ կհիշեք, մեծերը մանավանդ կհիշեն, որ երբ ժամանակին հայ ֆիլմ կինոստուդիան մի ֆիլմ նկարում էր, պիտի անպայման Կրեմլը դաբրոն տար, նոր այդ ֆիլմը ցուցադրվեր, նոր ժողովուրդը դիտեր այդ ֆիլմը։ Հայտնի է պարոն մինիստրին, որ կարմիրները ճեղքել են ճակատը։ Դա, պարոն մայոր, ստրատեգիական զորախաղ է։ Դա մենք կատարել ենք կարմիրներին օղակելու նպատակով։ Զարմանալի ստրատեգիա,
Դա ընդհանրապես Նժդեհին նման չի։ Այդ ֆիլմը ճիշտ է մեր շատ սիրելի, շատ յուրահատուկ դերասանը կերտել այդ կերպարը, Ավետ Ավետյանն է, բայց Նժդեհին շատ սխալ կողմից են ներկայացրել։ Դուք լավ գիտեք Նժդեհը ով է եղել, դուք բոլորդ լավ գիտեք ինչ է ուզել հայի համար անել, բայց այս ֆիլմում, կոնկրետ Զանգեզուր ֆիլմում չի ներկայացված նենց ոնց եղել է մեր հզոր ամենայն հայոց սպարապետ Նժդեհը։ Միևնույն է, խորհուրդ եմ տալիս Զանգեզուր ֆիլմը նույնպես դիտել։ Եվ կխնդրեմ մեկնաբանություններ թողնեք այս իմ թվարկած ֆիլմերից, որ մեկն եք ավելի շատ կարոտել եւ որ մեկն եք ավելի շատ սիրում։ Դե ձեզ հաճելի դիտում, կսպասեմ ձեր մեկնաբանություններին։